Ես բազմաթիվ անգամներ եվրոպական կառույցներում լսել եմ լրագրողների, ովքեր փախել էին Թուրքիայից եւ Ադրբեջանից, ում հանդեպ Ալիևը կամ Էրդողանը կամ Էրդողանից առաջ մյուս նախագահները ընդամենը խոսքի համար քրեական գործ են հարուցել եւ մենք մշտապես ասում էինք, որ նույնիսկ համեմատելու եզր չկա, մենք հպարտ էինք, որ մեր երկրում նման բան հնարավոր չէ, այսօր մենք տեսնում ենք այլևս քրեական գործահա հարուցված եւ այս պահին դեռ վկայի կարգավիճակով կանչվել է հարցաքննության այն խմբագիրը, որի տանը Նիկոլ Փաշինյանը իր այսպես փախուստի տարիների մնացել է, սա ինչա, սա ահազանգ է հայկական մեդիային, լրատվամիջոցներին, որ խելոք մնացեք, որովհետև ընտրական մարաթոնին ես պիտի գնամ ջերմոցային պայմաններում եւ որևէ մեկը փորձեց փոքր-ինչ թփրտալ, ես կարդացել եմ 24 թվականի այն հոդվածը, որում իբր Արմինե Օհանյանին մեղադրանք է ներկայացնում սահմանադրական կարգը տապալելու абսուրդ չկա նման բան, բայց Արմինեի օրինակով Նիկոլը բոլորիս եւ բոլորին ուզում է ասել, որ չմտածեք, որ կարող է խոսքի ազատություն բանեցնեք, բոլորիդ եմ ճնշելու, հատկապես որ միջազգային կառույցներից, նաև Կալակալասի վերջի լալահարաջ ելույթից հետո, որ հեսա հիբանը արագարձագանքման ջոկատը գալիս է Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու, մենք պիտի հասկանանք, որ որիս էլ տանի կալանավորի եվրոպական կառույցները ոչ միայն ձայն չեն հանելու, այլև ասելու են ճիշտ է արել, որովհետև X-ը կամ Y-ը վնասում էր, վտանգ էր ներկայացնում Հայաստանի ժողովրդավարությանը։